Վերջին օրերի ամենաքննարկված թեման երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառումն է, որտեղ Անին մեղադրում էր Անդրեին բռնության մեջ։ Լրագրող հաղորդավար Արա Ղազարյանը ինստագրամյան հարթակում անդրադարձել է թեմային ու գրել հետևյալը. «Ժողովուրդ, անմեղության կանխավարկածի մասին լսել եք։ ԱՄՆ-ում դատը չի սկսվել, չկա դատարանի վճիռ։ Ասեմ ավելին, դատավորը թույլ ա տվել Անդրեին պարբերաբար հանդիպել երեխայի հետ, դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է Միացյալ Նահանգներն ու հիմա գտնվում է Երևանում։ Կարող ենք ազգովի սպասել դատարանի վճռին, որն ի դեպ ԱՄՆ-ում ա լինելու և որևէ մեկը չի կարող մտածել, որ կանխակալ կլինի, քանզի այստեղ շատ ավելի խիստ են մոտենում այն մարդկանց, ովքեր հանրային են։ Սպասենք ու չթունավորենք մարդու, արտիստի, հայի, մեր հայրենակցի կյանքը։ Ի դեպ, ես ինքս դեմ եմ ընտանեկան բռնությանը և դատապարտում եմ ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում», իր խոսքում նշել էր Արա Ղազարյանը։ Արա Ղազարյանը նաև հրապարակել էր տեսաուղերձ, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Ժողովուրդ, անմեղության կանխավարկածի մասին լսել եք։ Հարցս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հարյուրավոր, հազարավոր կոմենտներ են գրում ու դատապարտում են Անդրեին և պահանջում են, որպեսզի Անդրեին բարձրացնեն կախաղան, քառատեն, մասնատեն, սպանեն և անեծկախառը, հայոյախառը մեկնաբանություններ են գրում ամենատարբեր ֆեյսբուքյան և ինստագրամյան հարթակներում։ Բնական է շատ, որ այսօր ամենահայտնի երգիչներից մեկը դարձել է ամենաքննարկվող մեդիա դեմքը, որովհետև կա մեդիա առիթ։ Բայց ժողովուրդ ջան, գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Դատարանի վճիռ մենք չունենք, որտեղ ներկայացված է Անդրեն որպես բռնարար։ Երևի թե սպասենք այդ դատարանի վճռին, հետո նոր ակտիվանանք։ Դատավարությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, այստեղ կողմնապահության մասին որևէ խոսք լինել չի կարող, չէ։ Ասեմ ավելին, դատավորի թույլտվությամբ Անդրեն հանդիպում է երեխայի հետ, պարբերաբար։ Նույն դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է երկիրը և գտնվում է այսօր Երևանում, որպեսզի մասնակցի Շանթի նախագծին։ Եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, հաստատ Միացյալ Նահանգներում դատավորը թույլ չէր տա նրան, որպեսզի նա լքեր երկիրը։ Հիմա որ գրում եք, որ խոսում եք, գիտեք ինչ, շատերիդ համար այս մեդիա առիթը ծաղրուծանակի թեմա է, շատերիդ համար սրամիտելու թեմա է, հայկական PDD, ինչ-որ սենց բաներ եք գրում, կա մարդ ում համար սա անձնական դժբախտություն է, կան մարդիկ, կա ընտանիք ում համար սա անձնական դժբախտություն է, կարելի է չէ մի քիչ հարգել դա։ Անդրեն իմ ընկերն է եղել, Անդրեի հետ ես շփվել եմ պարբերաբար, երբեմն շատ մտերմիկ, երբեմն եղել են նաև ընդմիջումներ մեր ընկերական հարաբերության ժամանակ։ Շատերիս մոտ է այդպես լինում, երբեմն մոտենում ես, երբեմն հեռվանում ես։ Ժողովուրդ, բռնարար լինելը կամ մարդ, կին, երեխա ծեծելը, ժողովուրդ, կներեք, բայց դա Անդրեի մասին չի։ Այս մեկ, երկրորդը, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում, նրանց ընտանիքում, թեկուզ նաև հոգեբանական բռնության դրսևորում, ես, Արա Ղազարյանս, հայտարարում եմ, որ ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում իմ համար անընդունելի է, բայց սպասենք դատարանի վճռին։ Սպասենք դատարանի վճռին, որից հետո նոր անենք հետևություններ։ Էլի եմ կրկնում, Միացյալ Նահանգներում են դատում և դատավարությունը այստեղ է, իսկ այստեղ հանրային մարդկանց նկատմամբ շատ ավելի խիստ է գտնվում դատարանը, քան սովորական հասարակ մահկանացուների։ Սպասենք, հետո նոր ակտիվանանք, էլի եմ ասում, մարդը ունի սրտի խնդիրներ, մարդու սրտի հետ կապված գործողությունները արված և ունի մի քանի ստենդ, նկատի ունեմ Անդրեն, եթե հասցրենք ինֆարկտի և մարդը գնա ու խառնվի 1000 տարվա մեռելներին, հաստատ ձեզանից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ասեմ ավելին, երևի թե ձեր խղճի վրա թթվելու է, որովհետև էլի եմ կրկնում, չգիտեք ինչի մասին եք գրում, բայց ակտիվ գրում եք։ Մեր ժողովուրդը կարողանում է անի, մեր ժողովուրդը կարողանում է յառլիկներ կպցնի, մի կպցրեք,
սպասեք դատանի վճռին, որովհետև ելի եմ կրկնում, դատը տեղի անում Միացյալ Նահանգներում։ Հետո նոր ակտիվացեք ամոթա։ Հա ու վերջում մի բան էլ ավելացնեմ ու սրանով եզրափակենք։ Այն որ ամենատարբեր հարթակներում, ամենատարբեր գրառումների տակ, լրատվականների նյութերի տակ գրում եք թագեկանում հայտնի մարդկանց, այդ թվում նաև ինձ, Նազենի Հովհաննիսյան, Մհեր Բաղդասարյան, Ավետ Բարսեղյան, Սոֆի Մխյան, Սիրուշ, լիքը մարդկանց թագեկանում ու ստիպում եք, որ այս մարդիկ իրենց կարծիքն ու տեսակետը ասեն։ Դուք ով եք, որ մեզ կամ վերնշված ուրիշ մարդկանց ստիպում եք կարծիք ասել։ Հիմա մարդիկ կուզենան իմ նման իրենց կարծիքը կասեն, կուզենան չեն ասի, ազատ երկիր է եւ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Իսկ դուք ով եք, որ ստիպում եք հանրային մարդկանց ասեն իրենց կարծիքը։ Հա, այդ մարդկանցից շատերը եղել են իրենց տանը, կերել են, խմել են, սուրճ են խմել, նստել են, զրուցել են, հաճելի ժամանակ են անցկացրել, բայց դա չի նշանակում, որ այսօր իրենք կարող են իրավունք իրենց վերապահեն եւ խառնվեն այդ մութ բազարին։ Դուք ով եք, որ այս մարդկանց այդ ու նաև ինձ ստիպում եք ինչ-որ բան ասել։ Անին գրել է հետևյալը. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի, նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն, այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու է, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս ու ոչ թե խավար։ Instagram-յան իր էջում գրել էր Անի Օհանյանը։ Հավելենք նաև, որ այս ամենը թերևս սկսվեց օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունից, որին Անդրեն ներկայացել էր միայնակ, առանց Անի ուղեկցության։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ։ Անին նաև սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները և զույգը դադարել է հետևել իրար Instagram-յան հարթակում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ Star News-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ Անին և Անդրեն ունեն դուստր, ով արդեն 1 տարեկան է։ Հավելենք նաև, որ Անդրեն ու Անին այս տարիների ընթացքում բավականին երկար ու բուռն քննարկվեցին։ Անդրեի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, սկսած այն օրից, երբ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին, երգչուհի Անի Օհանյանին։ Հավելենք նաև, որ Անին հեռուստադիտողին ու հանրությանը հայտնի է Շանթ հեռուստաընկերության X Factor հաղորդման շրջանակներից։ Անին շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն այժմ կարծես թե նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա իրեն ամբողջապես նվիրել է ընտանիքին և Անդրեի հետ համատեղ մեծացնում են իրենց առաջնեկին։ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։ Տարեսկզբին Անդրեն հայտնեց, որ շատ շուտով հայր է դառնալու։ Դրանից հետո միայն Անին ևս ՀՂԻ կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց Instagram-յան իր էջում։ Դե իսկ շատ չանցած Star News-ը բացառիկ նորությամբ էր հանդես եկել հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացնում այդ բարի լուրը։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու երգիչը
թաքցրեց իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է, Անդրեն եւ Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։